Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախահայության իրավունքներու եւ մշակութային ժառանգության պաշտպանության հարցեր։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 125-րդ թիվը։ Իսրայել հարվածներ հաստուցած է հարավային Լիբանանին։ Ամփոփվեցավ ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց 2026 քարնանային ծրագիրը։ Գազմագերբված ազգի հայությունը Աշոտ Հարությունյան, Շուշիի Գուսանած վանքն ու անոր փագին մեջ գտնվող բացառիկ տնտանոթը, որ ցոլված էր Իտալիո մեջ։ Աջակցին Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Երևանյան առաքելության մեջ տեղի ունեցավ հանդիպումը արցախահայության ներկայացուցիչներուն մասնակցությամբ։ Հանդիպումը նախաձեռնած էր Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հարցերով հանձնաժողովի նախագահ, Շուշի հայրենադիրական միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը։ Հանդիպման հիմնական նպատակը Արցախի բնիկ հայ բնակչության մշակութային եւ պատմական ժառանգության նկատմամբ Բաքվի վարչագահի կողմէ իրականացվող ոչնչացման քաղաքականության քննարկումներ, ինչպես նաեւ միջազգային իրավական եւ հանրային հարթակներուն վրա այդ հարցի բարձրացման ուղիները որոնումը։ Միջոցառման ընթացքին ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմինակ Աբրամյանը։ Ան անդրադարձավ ներկայիս ընթացող դատական գործընթացերուն, որոնք առնչված են արցախահայության իրավունքներու պաշտպանության եւ միջազգային իրավունքի ծիրին մեջ արդարության վերականգնման հնարավորություններուն։ Իր խոսքին մեջ ան շեշտեց, որ արցախահայության իրավունքներու հարցը պետք է շարունակապար մնա միջազգային կառույցներու ուշադրության կենտրոնին։ Այնուհետև ելույթ ունեցավ Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով մասնակետ Հովիկ Ավանեսովը, ով ներկայացուց Արցախի մեջ իրականացվող ադրբեջանական վանդալիզմի փաստերը։ Ան մասնավորապես անդրադարձավ հայկական եկեղեցիներու, պատմամշակութային գոտողներու, գերեզմանոցներու եւ այլ արժեքավոր ժառանգության ոչնչացման դեպքերուն, ընդգծելով, որ մշակութային ցեղասպանության այս դրսևորումները լուրջ սպառնալիք կներկայացնեն դարաշրջանի պատմական հիշողության համար։ Փանախոսը նաև ներկայացուց այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հայկական մշակութային ժառանգության պահպանման եւ միջազգային գազམ་ագերբություններու ներգրավման ուղղությամբ կանխելու շարունակվող ավերածությունները։ Հանդիպման ընթացքին ելույթ ունեցավ նաև Արցախի Գերագույն խորհրդի եւ Արցախի ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր Աշոտ Սարգսյանը։ Ան ներկայացուց իր տեսակետները Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության կարևորության վերաբերյալ, շեշտելով, որ պատմամշակութային արժեքներու պահպանումը ոչ միայն ազգային, այլ նաև համամարտկային նշանակություն ունի։ Միջոցառման ավարտին ներկաներուն թիմից Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյանը, ով կարևորեց համազգային համախմբվածությունը հետևողական աշխատանքը Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանության եւ հայկական մշակութային ժառանգության պահպանման գործին մեջ։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 125-րդ թիվը։ Շաբեգին պատկերված է հայկական ազգային էպոսի խորհրդանիշ դարձած հերոս Սասունցի Դավիթը, որուն գերբարը տարեր շարունակ մարմնավորած է հայ ժողովրդի ազատասիրությունը, դոգունությունն ու հայրենասիրական ոգին։ Այս թիվը կներառե հայկական ինքնության, պատմական հիշողության եւ ազգային իրավունքներու պահպանման նվիրված բազմաբնույթ նյութեր։ Western Armenia շաբաթաթերթը կշարունակե իր կարևոր առաքելությունը բարձրացնելով արևմտահայության, Արցախի եւ համահայկական խնդիրներուն առնչվող հարցերը։ 125-րդ թիվը garanցանա ոչ միայն իր քաղաքապարական բովանդակությամբ, այլ նաև ազգային խորհրդանիշներու ընդգծված ներկայացմամբ, ընթերցողին փոխանցելով պատմական հիշողության եւ մշակութային շարունակականության կարևոր ուղերձ։ Իսրայել նոր օդային հարվածներ իրականացուցած է հարավային Լիբանանի մեջ, հրաթաթարի երկարացկում են ընդամենը 1 օր ետք։ Իսրայելյան բանակը հայտարարած է, որ թիրախ դարձած են Հեզբոլլահի ենթակառուցվածքային կառույցները։ Լիբանանյան աղբյուրներու համաձայն հարվածներ հասցված են շարք մկյուղերու, ինչի հետևանքով բնակիչները լքած են իրենց բնակավայրերը եւ տեղափոխված թեպի Բեյրութ եւ Սայդա։ Հակառակ ապրիլ 17-ին գործող հրաթաթարին դարձաշրջանին մեջ լարվածությունը կշարունակվի պահպանվել, մինչ կողմերը փոխադարձ մեղադրանքներ կհնչեցնեն հրաթաթարի խախտման վերաբերյալ։ Ամփոփվեցավ ցեղասպանագիտական երիտասարդական դպրոց 2026 քարնանային ծրագիրը, որ համախմբած էր ցեղասպանագիտությամբ հետաքրքրվող երիտասարդները գիտական քննարկումներու եւ գրթական դասընթացներու շրջանակին մեջ։ Ծրագրի ընթացքին մասնագետները հնարավորություն ունեցան համատեղելու դեսական գիտելիքները կորցական վերլուծություններու հետ, ուսումնասիրելով ցեղասպանագիտությունը պատմական, իրավական, ընկերաբանական, հոգեբանական, մշակութային եւ քաղաքական տարբեր դիտանկյուններով։ Դասընթացները նպաստեցին ոչ միայն պատմական իրողություններու ուսումնասիրության, այլ նաև վերլուծական մտածողության եւ պատասխանատվության զգացումի ձևավորման։
Շուշին, որպես մեծ հայքի 10-րդ նահանգ Արցախի գրտամշակութային կենտրոնը, եղած է, գա եւ պիտի մնա հայության ինքնության, մշակույթի եւ ազգային պայքարի կարեւոր խորհրդանիշներեն մեկը։ Սակայն պատմությունը միայն ցավով կամ հբարտությամբ հիշելը բավարար չէ։ Անհրաժեշտ է հասկանալ անոր դված դասերը եւ զանոնք վերածել ազգային գիտակցության ու գազմագերբված ուժի։ Այսօր շատեր կհարցնեն, որն է լուծումը, ով պիտի ստանցնե պատասխանատվությունը։ Պատասխանը պետք է տնել ոչ միայն ուժեղ անհատի, այլև գիտակից, կազմակերպված եւ պատասխանատվությունը չփախչող սերունդի ու սերուն վրա։ Պետությունը կպահպանվի ամուր եւ մարդունակ բանակով։ Սակայն այդ մեկը միայն բավարար չէ, անհրաժեշտ է նաև հզոր առաջնորդություն, որ կկազմակերպի վտանգված հասարակությունը, գրտելով քաղաքացին, զարգացնելով գիտությունը, ստեղծելով տեխնոլոգիական ներուժ եւ ազգային բարձր նպատակներու շուրջ համախմբելով ժողովրդի կամքը։ Եթե կուզենք, որ էլի գրիվ է հարցումը այլևս չդառնա մեր ժամանակներում մշտական վախն ու ճակատագիրը, ապա որպես ազգ պետք է հրաժարենք խաղաղության սին բադրանքներեն եւ ազգային կամքով ցերնարգենք մեր պետական ու ազգային ուժի վերագերտման։ Մենք բարդավոր ենք կառուցել ժամանակակից եւ բարձր տեխնոլոգիաներով զինված բանակ, զարգացնել ռազմարդյունաբերությունն ու գիտությունը, ձևավորել պետական մտածողությամբ եւ ազգային պատասխանատվությամբ երիտասարդություն, տնտեսապես եւ ժողովրդական առումով ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, պահպանել մեր պատմական հիշողությունը առանց ինքնախապեյության, վերականգնել ազգային միասնական պատասխանատվության զգացումը, ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիին արժանապատիվ աշխատանք, արդար վարձատրություն եւ ապահով ծերություն։ Պատմությունը մեզ շարունակ կզգուշացնե, թե խաղաղությունը չի պահպանվիր միայն երազգոտ ցանկություններով, այլ զայն պաշտպանելու եւ բարդացրելու պատրաստակամությամբ։ Որպես Հայկ Նահապետի, Արկիշտիի, Արտաշեսի, Դիկրան Մեծի եւ Փակրադունիներու ժառանգներ մենք իրավունք չունենք ապրելու միայն անցյալի парքի հուշերով։ Մենք բարդավոր ենք գերդել աբակայի հայկական ուժը, որպեսի քալիք սերունդներն ալ մեզբով հբարդանալու պատճառ ունենան։ Արցախը տարեր շարունակ եղած է հայկական հոգևոր եւ մշակութային կյանքի կարևորագույն կենտրոններն մեկը, հատկապես Շուշի քաղաքով, որ իր հարուստ պատմությամբ ու մշակութային միջավայրով ձևավորած է Արցախի հոգևոր եւ ազգային թիմակիցը։ Պատմական փաստերը կվկայեն Արցախի եւ Շուշիի բացառիկ դերը հայկական մշակութային ժառանգության մեջ։ 1914-ի տվյալներով հայ արաքելական եկեղեցու Արցախի թեմը ունեցած է 222 գործող եկեղեցի, մոտ 200 հոգևոր սպասավոր եւ շուրջ 206,000 հետևորդ։ Արցախի հայկական գյուղերուն թիվը կհասներ մոտ 220-ի։ Շուշիի յուրաքանչյուր տաղամաս ունեցած է իր եկեղեցին ու հոգևոր կենտրոնը։ Քաղաքի նշանավոր սրբավայրերեն մեկը Գուսանաց վանքներ, հայտնի նաև Սուրբ Աստվածածին անապատ անունով, որ կառուցված է 1816-ին Հռիփսիմե Բահդուրյանի նախաձեռնությամբ ու իր ընտանիքի աջակցությամբ։ Սրբադաշ քարերով կառուցված վանքը աչքի կինար իր համեստ, բայց գեղեցիկ ճարտարապետությամբ։ Ան ուներ որմնանկարներով զարդարված աղոթասրահ, 9 լուսամոտ եւ երահարկ զանգակադուն։ Վանքը ոչ միայն հոգևոր, այլև պատմական նշանակություն ունեցած է։ Անոր փագին մեջ կբահվեր 1813-ին Թուրինի մեջ ցուլված թնդանոթը, որով 1826-ին Շուշիի պաշտպանության ժամանակ հայ գամավորները յետ մղած են բարսկական զորքերու հարձակումը։ Վերջին անգամ այդ թնդանոթը օգտագործված է 1905-ի հայ-թաթարական փախումներու ընթացքին։ 1920-ի Շուշիի Գոդորաձեն եւ Ավերեն յետք վանքը մնացած է գիսավեր վիճակի մեջ, իսկ խորհրդային դարիներուն Ադրբեջանը ամբողջացուց անոր վերջնական ոչնչացումը։ 1960-70-ական թվականներում Գուսանաց վանքը ամբողջությամբ քանդվեցավ, դառնալով ոչ միայն Շուշիի հայկական մշակութային ժառանգության գորստյան, այլև Արցախի նկատմամբ իրականացված մշակութային ցեղասպանության խորհրդանիշ։ Այսօր եւս բռնակրաված Արցախի մեջ Ադրբեջանը կշարունակի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։ Պատմությունը գարձես կգրտնվի, թշնամին կմնա նույնը, իսկ մեր ազգային դասերը դակավին ամբողջությամբ չեն գիտակցված։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդոներուն կշարունակի իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստակայանը ինքնակովաստով չսպաղիր, անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներգային եւ ապակային վերաբերող քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստակայանը հնարավորությունները ալ ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։
Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսիացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում, ծեր առաքելությունները պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը, հիշադակի բահաբանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դիեգություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։